1 ժամ առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում Կիևյան կամրջի տակ դիկա օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, սակայն իմ տեղեկություններով այս հատվածում ցավոք բազմաթիվ նմանատիպ դեպքեր են լուսաբանել եւ միշտ այս հատվածում եկել են համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները։ Հիմա այս պահին ժամանել են նաեւ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի բարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոր Արաքելյանի եւ գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թաթևոսյանի գլխավորությամբ։ Այս պահին բարեկները սահմանազատել են տարածքը, տեղում պարզվել է, որ ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Հայտնաբերվել է մոտ 50 տարեկան կնոջ մարմին։ Հիմա այս պահին համայնքային ոստիկաններն ու բարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Աչափնակ եւ Դավիթ Հաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, բայց ասում եմ, այս վայրում ամեն անգամ, երբ նմանատիպ ցավոք ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, եկել են Արաբկիրի քննիչներն ու Արաբկիրի ոստիկանները, բայց արդեն սա երկրորդ դեպքն է, որ Արաբկիրի ոստիկանությունը ասում է դա մեր տարածքը չի։ Այս պահին համայնքային ոստիկանները Մաշտոցի բաժնի եւ բարեկները փորձում են պարզել մահացածի ինքնությունը։ Գնաց ծառի տակա մարմինը հայտնաբերվել։ Ինձ ասացին նաև, որ բավականին օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ եւ այս բժիշկներն էլ արձանագրել են մահը, դրա համար էլ արդեն շտաբօգնությունը գնացել է, հիմա երևի կժամանի դիատարը։ Առիթից օգտվելով նաև խնդրանքով դիմում եմ ու վստահ եմ, որ շատերը կմիանան այդ խնդրանք պահանջին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, տևական ժամանակ է Կիևյան կամուրջը հիմնանորոգվում է, լավ կլինի, որպեսզի քանի են, որ ասում եմ, բրիգադը տեղում աշխատում են, նաև այդ ցանցերի, պաշտպանիչ ցանցերի հարցը լուծվի։ Հիմա իսկական առիթն է, հարգելի պարոն քաղաքապետ, որպեսզի այդ ցանցերի հարցը լուծվի։ Քիչ առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, հաշվառված է Երևան քաղաքի Քանաքեր Զեյթուն վարչական շրջանում, 53 տարեկան է, նախաքննության շահերից ելնելով այս պահին անունը չենք հրապարակում, իսկ իմ տեղեկություններով մասնագիտությամբ դաշնամուրի ուսուցչու է, երաժշտության ուսուցչուհի է, արդեն նաև Մաշտոցի ոստիկանները կապ են հաստատել մահացածի
ազգականների հետ, ովքեր արդեն կգան դեպքի վայր։ Այստեղ նաև Մաշտոցի համայնքային ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները, առաջին գումարտակի պարեկները կամրջի վրա հայտնաբերել են ահա պայուսակ, անձրևանոց, որոնք ըստ նախնական տեղեկությունների պատկանում են մահացածին։ Տեսնում եք այնտեղ է ծառի։ Էլ եմ ասում, արդից օգտվելով խնդրանքով դիմում ենք։ Ես դիմում եմ ու վստահ եմ հազարավոր, 100,000-ավոր քաղաքացիներ կմիանան այդ խնդրանքին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի քանի Կիևյան կամուրջը հիմնանորոգում եք, գիտեք, պետությունը հսկայական, կառավարությունը հսկայական գումար է հատկացրել, խնդրանք որպեսզի նաև այդ պաշտպանիչ ցանցերը տեղադրեն, էլի, հաստատ օգուտ կտա, էլի։ Անտես հիմա այդ եմ ասում, իսկական առիթն է, որ ցանցերը, պաշտպանիչ ցանցերն ուզենան կարան անեն, գիտես, չէ։ Շատ հեշտ իմիջայլոց։ Ահագին օգուտ կտա էլ այդ ցանցերը։ Մինչև ռեստորան բաց է, հետո փակ է։ Գնդի հրամանատարը Խաչատրյանն է, Անդոն։ Մեկ է գումարտակի հրամանատարը Հելան վերև, հա։ Առաքելյան գորը։ Բա հելել ես վերև գլխարկը տնկավ, ասպա գլխարկը տնկավ, այդ եկա 150 մետր ոտով հելել ես, բա գլխարկը տնկավ ջրի մեջ, բա ինչ անես։ Ռեստորանից են փակ է, ընդհանրապես շաբաթ Ագա Քաղաքապետարանի խերն է, փակել է։
Ոյ։ Ինչի դրանից չէ։ Բանից։ Էլեկտրական է։ Այն հիմա որ բաժնում կան, դրանից։ Բաժնում կանոց էլեկտրականից։